Ակսը քտներից տակով անցնում է, մի հատ նասոս չեն դնում, մեղրու գետը օգոստոսին ցամաքում է, ջուր չի լինում խմելու։ Այդ դրա համար ձայնագրեք, ուղարկեք, թող մտածեն մեղրու ժողովրդի մասին։ Բերքը ծառի վրա, թուզը ծառի վրա չորանում է ծառը օգոստոս ամսին։ Օգոստոսի 1-ից թուզը պետք է հասնի, ջուր չկա որ ջրենք։ Բայց Արաքսը քտներից տակով գնում է։ Այդ Պարսիկը կարող է Արաքսից օգտվի, մեկ չէ։ Մենակ ինձնով չի, դա ընդհանուր ժողովուրդը զրույցը եղել է, բարձրացվել է այդ զրույցը, որ ժողովրդի կարծիքը չի հարցրվել։ Իրանց էլի անում են, էլի գայս օգոստոսի 10-ը, 5-ը, 6-ը, այս այգի նորից չորանում է, էլի գնում եք առուները զորով խնդրում սրան նրանց ջուր բերում հասում նասոս որ ջրեք։ Այս տարածքը նկարակ տեսակ, այս տարածքը սարքողը, ասենք ինֆարկտ կտա եթե չորանա, ասենց ասեմ էլի։ Ջուր չկա։ Հենց ինձ երևի այդ մտածմունքներից արա խաղը փոկը։ Դրամա եմ ասում, մի Արա, պապա, ոչ չէ։ Ամի վլոգի եմ ակամի շի։ Էդ լասու փայնա, ոչ չէ։ Էդ տենց են ասում, էլի պապա։ Որ կարողանաք մոլտուրն է քայլեք, կտանեն։ Սրանից 1800 մետր այս նույն ինվալիդ մարդը դեպի վեր է։ Ջուրը քաշել։ Դուրբան հենց հիմա փռած է։ Պրոստը ջուրը կտրված է։ Այսինքն դուրբայա փռել։ Կապիտալ է չի գալիս։ Ջուր քաշել բելստե, այս այգին հիմնել, հետո նոր նասոս են տվել իրան։ Հիմա այդ ջուրի հարցը ոչ թե մենակ իմ տեղի համար եմ խոսում, ընդհանուր մեղրեցիների անունից եմ ես խոսում, որ ջրի խնդիր ունի մեղրին, բայց մեղրիում ամենաշատ գեսերը երևի մեղրիում է։ Բայց մեղրին ջրի խնդիր ունի։ 2 հեկտար հող է տարածք ասա։ Թող լուծեն, ես եմ լուծելու։ Ես իմ ջրից վարձը պատրաստ եմ տամ նույնիսկ սարքին 2000 դրամ ժամավարձ վճարը, բայց թող տան։ Հիմա ինչքան եք վճարում։ Ժամը 1000 դրամ։ Ամեն շաբաթ 7 ժամ, 6 ժամ ջրում ենք այս հողամասը։ Օրական, շաբաթական մի անգամ են տալիս։ Մեր ջուրը։ Շաբաթական մի անգամ են տալիս ու մի 6 ժամ մենք ջրում ենք, որովհետև 3 աղբյուր հող աստե։ Բայց որ ջուրը ապահովեն, ավելի շատ հող կգցեն։ Տարածք ունենք, ուժը ունենք, հողը կա։ Տարածքը ունենք, հողը կա։ Ջրով ապահովեն, այնտեղ էլ ծառ կտնկեմ։ Ինչքան ծառ լինի, ինչքան գյուղատնտեսությունը զարգանա, այնքան հայ ազգի վիճակը լավ կլինի։ Հիմա հայ մարդ կա դաժե ծառին հաշվի էլ չի առնում։ Մեղրեցին կամ գյուղացին է, գյուղատնտեսությամբ զբաղվողն է, ծառի համար մտածում։ Ուրիշ ձևի բիզնես անողը մտածում է այս ծառի բերքը ոնց պահածոանի, մտածում է ոնց չիրանի, մտածում է ոնց արտահանի, բայց այդ ծառը ոնց պահես, բերք տա, որ միրգը արտահանես։ Դա էլ վերաբերում է մյուս մեր խոշոր բիզնեսմեններին, որ խոսքի հենց պահանջում են, ասում են լինի, միրգը լինի, պահածոացնենք, հյութ սարքենք, կամպոտ անենք, վարենի անենք, չգիտեմ ինչ, բայց ջուր չունենք մեզ։ Այսօր եթե ջուր ունեմ, ասում են հողամասներ կչափառեմ։ Ցիստերը մի հատ ցիստերը 500,000 է, ես այսօր ստանում եմ 170,000 դրամ աշխատավարձ, դրան ոնց կարող եմ ցիստեր առնեմ։ Կամ խոսքի մտածեմ ուրիշ բաներ։